Նիկոլ Փաշինյանը խոսում է սահմանադրությունը փոխելուց եւ դա կարծես թե չեն էլ թաքցնում, որ Ալիևի պահանջով է լինելու։ Դուք սահմանադրության հեղինակներից եք եղել, ինչ եք կարծում, այս սահմանադրությունը փոխել հնարավոր է, ինչպես կփոխվի թե չէ։ Ես վստահ եմ, որ չի փոխվի, որովհետեւ բացարձակապես վստահ եմ, որ այս ժողովուրդը դժվար թե քվեարկի այն նախագծի օգտին, որը գրված է ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում։ Հատկապես որ մասը նկատի ունեք, որ դրույթները անկախության հռչակագրից հրաժարվել է։ Այս պահին հայտնի է միայն անկախության հռչակագրից հրաժարվելու մասին, այլ ավելի մանրամասներ հայտնի չեն, բայց անգամ դա արդեն բավական է, որպեսզի այդ նախագծին ասվի ինչ։ Պարոն Հարությունյան, նաև շատ են ասում, որ այս այն ինչ որ մենք ունեցանք, այս ամեն ինչը ձեր գրած, այսինքն ՀԿ-ի գրած եւ ընդունած սահմանադրության հետևանքներն են, որտեղ եթե սահմանադրությունը չփոխեիք այդ տեսքով, ապա գուցե այսքան բան չլիներ մեր երկրի հետ։ Գիտեք, բանն այն է, որ սահմանադրությանը մեղադրելը շատ հեշտ է, բայց իրականում խոսքը վերաբերում է մասնագիտական քննարկմանը, ես պատրաստ եմ ցանկացած մասնագիտական քննարկման գործող սահմանադրության հետ կապված։ Սահմանադրությունը չի կարող համարվել պատճառ այն ամենի, ինչ տեղի ունեցավ։ Ավելի շատ ոչ թե սահմանադրության են մեղադրում, այլ սահմանադրության հեղինակն էին, որոնց մեկը նաև դուք եք։ Ես հասկանում եմ, ես արդեն ասացի, որ պատրաստ եմ ցանկացած մասնագիտական քննարկման։ Կային բաներ, որոնք որ դուք կցանկանայիք փոխել եւ բայց չեք փոխել, օրինակ դեմ են եղել։ Եթե ճիշտ եմ հիշում, վերջերս ձեր գործընկերներից Արփինե Հովհաննիսյանը հարցազրույց էր տվել եւ էլի անդրադառնալով այդ թեմային սահմանադրության ասել է, որ որոշ բաներ գուցե ինքը ցանկանար այլ կերպ լինել։ Այո, իհարկե կային, եւ դրա համար գոյություն ունի սահմանադրական հանձնաժողով, յուրաքանչյուր անդամի առաջարկություններն են ներկայացում, իմ որոշ առաջարկություններ չեն անցել։ Որոնք օրինակ։ Օրինակ այն, որ կառավարության անդամները կարող են լինել նաև երկրագործի։ Կառավարության անդամների համար պահանջները չպետք է լինեին նույնպիսին, ինչպիսին падգամավորների համար, եւ թույլատրվեր։ Եվ պատճառը պարզ էր, ես այդ ժամանակ հիմնավորում էի նրանով, որ առաջնային մանդատ չունի կառավարությունը, ուստի այստեղ վտանգ չկա։ Վտանգը վերաբերում է միմիայն այն դեպքերին, երբ անձինք ունեն առաջնային մանդատ։ Այսինքն դուք կողմ եք, որ նաև երկհաղաքացիություն ունեցող անձին լինեն կառավարության անդամ։ Այդ թվում վարչապետ։ Այդ թվում վարչապետ, այո։ Այ հիմա օրինակ այդ ձեր ասածը շատ դուր կգար Սամվել Կարապետյանին ու իր թիմին։ Ես դա ասել եմ ոչ թե որպեսզի ինչ որ մեկին դուր գան կամ դուր չգան։ Հիմա Ես ասել եմ ելնելով սկզբունքներից, բայց նորից եմ կրկնում, նմանատիպ առաջարկություններ կային առաջարկություններ դատական իշխանության հետ կապված, որոնք չեն անցել։ Այնուամենայնիվ դա սահմանադրական հանձնաժողով է եւ որոշումները կայացում են քվեարկության։ Եվ մի բան էլ, հիմա տեսեք Սամվել Կարապետյանից խոսք եղավ, իրենք ասում են, որ ճիշտ է սահմանադրությամբ ինքը չի կարող այս պահին դառնալ վարչապետի տեխնացու եւ լինել վարչապետ, եթե իրենք մեծամասնություն ձևավորեն, բայց սահմանադրությունը կփոխեն եւ Կարապետյանին կդարձնեն վարչապետ։ Դուք դա հնարավոր համարում եք այս պայմաններում։ Տեսականորեն այո։ Գործնականում ես ձեռնպահ եմ մնում այս պահին որևէ կարծիք հայտնելու, բայց տեսականորեն իհարկե սահմանադրությունը ինչ ժամկետում, ինչ ձևով կդառնա Սամվել Կարապետյանը վարչապետ։ Պետք է լինի վարչապետը կընտրվի, հրաժարական տա։ Հետագայում փոփոխություններ, եթե եղած սահմանադրության մեջ, կարող է հրաժարական տա եւ այլն։ Այսինքն ժամանակավոր վարչապետ լինի սկզբի համար։ Կարող է նաեւ այդպես լինել, ես ինչքանով հասկանում եմ, այնինչ իրենք առաջարկում են։ Իսկ խորհրդարանական մոդելին անցում կատարել այդուամենայնիվ հիմա որ հետհայաց նայում եք, ճիշտ է թե սխալ։ Ես կարծում եմ միանշանակ ճիշտ է։ Բայց մենք ունենք խորհրդարանական։ Ասեմ, որ դրա մասին մենք վաղուց էինք մտածում, հաշվի առեք, որ 95 թվականի սահմանադրությունը կիսանախագահական երկրի սահմանադրություն էր նախագահի վրա շեշտադրում։ 2005 թվականին մենք արդեն սկսեցինք շարժվել դեպի խորհրդարանական հանրապետություն։ Կիսանախագահական էր, բայց խորհրդարանի վրա շեշտադրում։ Բայց մենք հիմա ունենք խորհրդարանական կառավարում դե ֆակտո։ Իհարկե ոչ։ Թղթի վրա գուցե։ Իհարկե ոչ։ Նա յուրաքանչյուր մոդել, որ նախագծվում է, ինքը միանգամից չի սկսում գործել։ Պահանջվում է որոշակի ժամանակ եւ այն ինչ որ ես հիմա ասում եմ, դա ոչ թե հիմա եմ ասում, դա ասել եմ նաեւ այն ժամանակ, երբ ներկայացում էր սահմանադրության նախագիծը, որը կպահանջվի մոտավորապես 4-ից 6 ընտրական փուլ, որի ընթացքում այս սահմանադրությունը կսկսի լիարժեք գործել։ Եվ ընդհանրապես ցանկացած իրավական փոփոխություն, երբ նախագծվում է, այն նախագծվում է ոչ թե հենց այդ պահից ելնելով, այն նախագծվում է տեսլականով որոշակի։ Ինքը պետք է ձգի հասարակական հարաբերությունները, որպեսզի նրանք սկսեն զարգանալ։ Առաջին փուլում
ունենում է խթանիչ նշանակություն, հետագայում արդեն ուղղակի համապատասխանում է եւ կամած դառնում է հակառակը ռետրոգրադ, ավելի ճիշտ Հիմա որ փոլին ենք հասել։ մենք ընդհանրապես Առաջ չենք գնացել։ համանadrությունը ընդհանրապես այդպես չգործեց։